ծառայելու։ Այսինքն մենակ Ղարաբաղ չէ, եթե ասում են բանակ 18 տարեկան, նա իր ծնողներն ասում են ամեն ինչ արեք այսօր, տուն կծախեք, տեղ կծախեք, եթե ուզում եք դուք ինձ ողջ առողջ տեսնեք, ուրեմն ամեն ինչ ծախեք, ես ծառայեմ, բախում եմ։ Երեխեն պատրաստ է, որ թողա գնա երկրից։ Ծնողներին խնդրում եմ, որ տուն տեղ ծախեք գնան, ստեղ չապրեն, ես չեմ ուզում ծառայել, այսինքն իրանք չեն գնում ծառայել, իրանք գնում են դժոխք։ Իրանք գիտեն, որ ընդեղի հրամանատարները, սպաները, սա սադիստներ են, ում ասում ես, հատե հոգեկան են, կանտուժենի են, նարկոշ են, թափեցող են, ինչի եք այդ կադրերը հավաքում։ 18 տարեկան երեխուն տանում եք այդ նարկոշների մոտ, այդ հարբեցողների մոտ։ Հիմա որ վարչապետը չի կատարում իր խոստումը, չի կազմակերպել այդ հանդիպումը, ինչ եք մտածում եք դիտավորյալ կոծկում են, հա, դեպքերը։ Էդի դիտավորյալ կոծկում են, բայց հիմա մենք գնալու ենք Բաղրամյան 26։ Ես գիտեմ, որ այսօր Սերժ Սարգսյանը ստեղ չի, հանրապետությունում չի, բայց մենք բոլորով գնալու ենք այնտեղ։ Ի վերջո մեր հարցերին իրանք պիտի պատասխան տան։ Մենակ այնտեղ Սերժը չի, 1000 հոգի այնտեղ վերընկած է։ Տանելու եթե տերն են, դիմումներ իրանք մակագրում են, բարի լինեն պատասխան տան մեր դիմումներին։ Ես իրանց համար չեմ բերի իմ երեխուն, որ իմ երեխուն սպանեն, իմ երեխու գործը կարծեն, ասեն Սերժի ձեռով է կարծվել, ինչի՞։ Այդ ինչ հանցագործ է եղել։ Սպանված ժամանակ իմ սա Ղարաբաղը Օհանյանով, Կոստանյանով բոլորը գնացել են այնտեղ։ Այդ ինչ դեպք է եղել, մորթոցի է եղել։ Մի օրվա մեջը 9 սպանված զինվորի դիակ են բերում։ Հերիք եղավ բոլորը, հասկացանք ամեն ինչը, հասկացանք հայրենիք, բայց էսի հայրենիք չի արդեն։ Էսի հանցագործների հայրենիքը նստած են այնտեղ ժողով են անում։ Ինչի համար են ժողով անում։ Մեկը մանումենտի պարիսպն է փակում, որ իրանք դաչեկը չերևա։ Մեկը գնում է սևանում է, ես իմ ինչ դաչեք սարքում։ Փակում է, որ ոչ մեկը չտենա։ Հասկացանք, այս մեր երեխեքի գումարների վրա են բոլորը աշխատում։ Ի վերջո պահում ես 18 տարի, ծնողը պահում է։ Չիմանա իր երեխուն ինչով են սպանել։